Եվ եթե մենք շարունակենք մեր ուղիղ ընթացքը ելնելով տեսահոլովակի տրամաբանությունից եւ փոխանցած նաեւ այսպես մեսեջից, խորհրդից, այո, պետք է ասել հետեւյալը, որ նախ հաշվի առնել արժևում սիրո օրերի հետ կապված կարեւորությունը ու մի ամբողջ ամիս, մի խոսքով մինչեւ գարնան ավարտ ես համարում եմ ամեն դեպքում սիրո հրաշալի օրեր, այո, կնոջը, ովքեր համարվում են նաեւ բնությամբ շատ ավելի հուզական աշխարհ ունեցող անձնավորություններ, նրանց կարող են հակադեպրեսանտ օրինակ հանդիսանալ ընդհանրապես մեկ ծաղիկը կամ ընդհանրապես տղամարդու կողմից ասված հետաքրքիր մի գեղեցիկ խոսքը, որը լի է սիրով։ Մենք այսօր խոսելու ենք հակադեպրեսանտների մասին, որոնք այո նաև կարողանում ենք լուծել ծաղիկների միջոցով, բայց մասնագետն է մեզ միացել, լավ շատ չխոսենք եւ հասկանանք թե որ դեպքում եւ ինչու պետք է կիրառել այն եւ ինչ վնասակար ազդեցություն նաև կարող է ունենալ այն ոչ ճիշտ պահին կիրառելու դեպքում։ Իսկապես շատ կարևոր թեմա եւ այս հարցում մեզ օգնության է եկել հոգեբույժ Աննա Պետրոսյանը, ողջույն։ Բարև ձեզ։ Ողջույն։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ Հայկը ճիշտ նշեց, որ ծաղիկները կարող են դառնալ հակադեպրեսանտներ շատ դեպքերում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ուրախ կլինեի, եթե բոլոր դեպքերում ծաղիկներով կարողանայինք լուծել շատ խնդիրներ։ Բայց լինում են դեպքեր, թե ոչ։ Որպես բժիշկ այդքան էլ հակված չեմ, եթե անկեղծ հնարավոր է ինչ-որ դեպքերում, այսպես ասեմ։ Ամեն դեպքում ցավոք սրտի բազմաթիվ խնդիրներ կան, որոնց դեպքում ուշ թե շուտ պետք է հակադեպրեսանտային բուժում։ Եթե հարցը ինչ պետք է իմանալ հակադեպրեսանտների մասին, երևի թե սկսենք նրանից, որ բավականին տարբեր խնդիրներ լուծվում են հենց հակադեպրեսանտներով, այսինքն զանազան ոլորտներ կան, որտեղ կիրառվում է եւ բավականին լավ արդյունք են ունենում, հա։ Իրանք բավականին անվտանգ դեղորայք են։ Երևի թե այ ուզում եմ դրանից սկսել, որ շատ մեր բնակչություն, շատ մարդիկ մտածում են, որ շատ վտանգավոր է հակադեպրեսանտ օգտագործել։ Իրանք բավականին անվտանգ են, կախվածություն չեն առաջացնում եւ տված օգուտը միանշանակ շատ ավելի լավն է, շատ ավելի կարեւոր է, քան այն կողմնագիները, որոնք սպասելի են, որոնք հաճախ ունենում ենք, հա, բայց այ շատ կարեւոր կետ է, որ պետք է ըստ անհրաժեշտության օգտագործել հակադեպրեսանտը, պետք է բժշկի ցուցումով ըստ եղած խնդրի օգտագործել, քանի որ ցավոք սրտի, եթե բոլորս սկսենք հակադեպրեսանտ խմել, այն արդյունքը չենք ունենա, որը կունենա օրինակ խնդիր ունեցող մարդը, որ օգտագործում է դեղը։ Եկեք այստեղ մի շատ կարևոր բան հասկանանք, նախքան առաջ անցնելը, կան արդյոք քայլեր, կան արդյոք ճիշտ հոգեբանություն, որով եթե մենք ապրենք, բանը չի հասնի հակադեպրեսանտ օգտագործելուն։ Տեսեք, շատ մարդիկ կյանքում հանդիպում են դժվարությունների, դժբախտությունների, ստրեսային իրավիճակների, որոնք հիմք են հանդիսանում մարդուն ունենալ առողջական խնդիրներ եւ հոգեբանության եւ ուղեղի աշխատանքի եւ նյարդային համակարգի ու բժշկի ցուցումով այո նրանք օգտագործում են հակադեպրեսանտներ։ Բայց մենք ճանաչում ենք նաեւ մարդկանց, ովքեր որպես այդպեսին չեն հանդիպել դժվարությունների, բայց բնությամբ հա իրենց ներաշխարհով են իրենք շատ լարված եւ գուցե կարիքը կա այստեղ միջամտության հակադեպրեսանտի տեսքով։ Այս երկու մարդկանց փուլերի մասին ինչ կասեք տարբերությունների։ Միանշանակ շատ գրագետ բան ասեցիք, որ կան հոգեկան առողջական խնդիրներ, այսինքն իրավիճակային տխրություն մենք բոլորս կարող ենք ունենալ, կյանքի ընթացքում բոլորս ունենում ենք դժվարություններ, կորուստներ, բայց մարդը իր բնույթով օժտված է որոշակի ադապտիվ մեխանիզմներով, հա, այսինքն անգամ եթե ինչ-որ խնդիր է լինում, մենք կարողանում ենք հաղթահարել։ Սակայն կան հոգեկան առողջական խնդիրներ, որ անկախ նրանից մարդը ինչքան ճիշտ է ապրում, ինչքան գիտակցված է ապրում, հա, ինչքան փորձում է դրական բաներով շրջապատել իրեն, ինքը ամեն դեպքում ունենում է որոշակի ախտանշաններ, որոշակի գանգատներ, որովհետև հոգեկան առողջական խնդիրներ, ինչպիսին է նույն դեպրեսիան, նույն տագնապը, իրանք բազմագործոնային հիվանդություններ են։ Այսինքն կա որոշակի նախատրամադրվածություն, կան այդ ձեր նշված գործոնները, հա, ինչ որ վատ իրադարձություններ, որոնք բերում են։ Համաձայն եմ կան, որ մենք կարող է թույլ տանք, որ հա, ինչ որ իրավիճակ ավելին ազդի, քան կարող էր։ Չկա ունիվերսալ գործոն, ոնց խուսափել հոգեկան առողջական գործոնից։ Հաճախ ինքը սկսվում է առանց մարդու գիտակցման կամ թույլտվության կամ շոշափելի պատճառի, հասկանում եք։ Օրինակ, էդ շատ հաճախ մտածում ենք, որ պետք է անպայման մեծ դժբախտություն լինի, որ դեպրեսիա լինի։ Հաճախ այդպես չի աշխատում։ Հաճախ մարդը ուղղակի ունենում է սիմպտոմ։
ու պետք է զբաղվել այդ խնդրով, պետք է մաքսիմալ օգնել այդ պացիենտին, հա, բայց միևնույն ժամանակ ես նաև հենց այդ հարցին թե ինչ անել, որ ոնց որ խուսափել այդ կետից, միանշանակ շատ հոգեթերապևտիկ մոդեցմանն եմ կողմնակից, որ գետե կամ որոշակի բնավորության գծեր, որոշակի հակվածություն, լարվածության, տագնապայնության ավելի գրագետ է, ոնց որ մինչև ծանր ախտանշան սկսել օրինակ գնել հոգեբանի, զբաղվել հոգեթերապիայով, հա, այսինքն ամեն դեպքում բոլորին ու միշտ չի որ դեղորայք է անհրաժեշտ։ Խոսենք նաև ընկալման մասին հասարակության, որովհետև ժամանակին անգամ հոգեբանի մոտ այցելելը համարվում էր քարկոծվող մի երևույթ, որովհետև չէին, հիմա հակառակն է, անգամ եթե չկա դրա կարիքը, նեղ մասնագիտական ուղղորդման, խորհրդատվության, միևնույնն է բոլորն ասում են, որ նրանք ունեն դեպրեսիա, իրենք իրենց տարբեր ախտանիշներ են վերագրում եւ նույնիսկ հիվանդություններ, ու ասում են, որ մենք գնում ենք հոգեբանի, մենք առանց հոգեբանի այցելելու խմում ենք հակադեպրեսանտներ եւ մի մեծ ցուցակ են հրապարակում ու խորհուրդ են տալիս։ Ինչպես խուսափել այս սխալ ու վատ մեկնաբանություններից, ինչպես հասկանալ, որ ահա եկել է պահը եւ պետք է հոգեբանի կամ հոգեբուժի աջակցությունը, որպեսզի կանխարգելենք հնարավորինս շուտ այն խնդիրները, որոնք կարծես գլուխ են բարձրացնում մեզ մոտ։ Շատ ճիշտ է, երևի մեր հասարակության մեջ շատ ծայրահեղական մոդեցումներ ունենք, կամ շատ վատ է, կամ գովազդվում է, կամ ահա որ վախենում են, կամ հակառակը։ Նայեք, ինչ վերաբերում է հոգեբանի այցերին, ինձ թվում է հաշվի առնելով մեր ապրելակերպը, տեմպը, հա, երբեք հոգեբանի այցելելը ինչ որ ավելորդություն չի, եթե մարդը ինչ որ ստրես է զգում, ինչ որ լարվածություն է զգում, դա կլինի ընտանեկան, դա կլինի աշխատանքային, հա, ամեն դեպքում հոգեբանը այդ օգնող մասնագետ ու կարող է ոնց որ առանց վնասելուն, որում հոգեբանը շատ հարցերում լուծում է տալիս։ Հոգեբույժը ամեն դեպքում հոգեբուժությունը բժշկական ոլորտ է ու արդեն հոգեբույժի մոտ գալու համար անհրաժեշտ է ավելի ճիշտ էսպես ասեմ, էլի ցանկացած մարդ, ով որ կասկածում է, կարող է դիմել բժշկի ապահով լինելու համար։ Խորհրդատվության համար թեկուզ։ Հենց այդ է, բայց այստեղ հարցը այն մասով է, որ միշտ չի որ նշանակման կարիք է լինում, միշտ չի որ ախտորոշման մասին ենք խոսում ու շատ ենք ունենում դեպքեր, որ հակառակը հենց մենք ենք հոգեբանի ուղղորդում, որ մի քիչ փորձի հոգեբանով ոնց որ հարցը կարգավորել։ Մենք լիարժեք հասկացանք հոգեբանի եւ հոգեբուժի տարբերությունը նաեւ եւ սիրելի հեռուստադիտողներ, պետք է չշփոթել այս երկու շատ կարեւոր մասնագիտությունները։ Եվ շատ տարբեր իրենց գործառույթներով նաև, բայց հիմա շատ կարևոր մի բանի մասին նաև խոսենք, հակադեպրեսանտը իհարկե պետք է ունենա իր հստակ չափաբաժինը բժշկի կողմից դուրս գրված, բայց պետք է նաև հաշվի առնել, որ եթե չեմ սխալվում, սա համբերատար ու մի փոքր երկար ու տևական բուժման արդյունքում է, որ մենք ունենալու ենք հաջողություն մեր հոգեբանության, մեր մտածողության, հանգստության հետ կապված։ Սա թերևս այն խնդիրը չէ, երբ հստակ կարճատև բուժում ստանանք եւ վերջ մեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Գուցե թվա որ մենք մեզ լավ ենք զգում, բայց շատ հաճախ նաև հանդիպում ենք հիասթափությունների, որ հստակ դոզավորմամբ հակադեպրեսանտները երբ խմում են, մի տևական ժամանակ անց այլևս իրենց թվում է, որ դա իրենց չի օգնում։ Մի փոքր այս համբերատար ու երկար բուժման մասին եւ նաև չափաբաժինների մասին, որոնք պետք է հստակ լինեն ձեր կողմից։ Շատ ճիշտ է, ինքը շատ երկարատև process է։ Հակադեպրեսանտներ իրենք դանդաղացող տեղեր են, այսինքն մենք միշտ որ նշանակում ենք անում, պատմում ենք, որ մի անգամից, մի օրում, երկու օրում արդյունք սпасել այդ անիմաստ է ուղղակի, հա։ Իրանք ասում են դանդաղ, այսինքն մենք միշտ բացատրում ենք, որ երրորդ, չորրորդ շաբաթվա մեջ նոր մարդը զգում է փոփոխություն, հա, այսինքն առաջի շրջանը ուղղակի սպասողական շրջան է, որը պետք է մարդ անցնի, հա։ Մենք ինչ վերաբերում է տեղաչափից միշտ տակտիկան ցածրից սկսելն է, այսինքն այցելուին կարող է մինիմալ տեղաչափ խիստ էֆեկտիվ լինի, ինչի սկսել շատից, հա, այսինքն սկսում ենք քչից, դիտրում ենք ըստ անհրաժեշտության։ Համաձայն եմ, որ ինքը երկարատև է, մի ամսով, երկու շաբաթով հակադեպրեսան չեն խմում, իրան խմում են երկար, օրինակ ուղեցույցները խորհուրդ են տալիս ամենակիչը գոնե 8 ամիս խմել հակադեպրեսանտ, որպեսզի խուսափել կրկնությունից, հա, այսինքն ինչ որ կետից սկսած մենք արդեն ոչ թե բուժում ենք, այլ աշխատում ենք այն ուղղությամբ, որ չկրկնվի խնդիրը։ Ու էլի շատ համաձայն եմ, որ նաև աշխատանք է պահանջում այն իմաստով, որ ինչ որ խնդիրներ բերել են վիճակին, ճիշտ է, պետք է աշխատել կառավարել այդ խնդիրները։
էլի կվերադառնամ, բայց շատ արդյունավետ է հոգեթերապիայի հետ համակցումը դեղորայքային բուժման, հա, որովհետև կյանքը տեղի է ունենում ու ոչ մեկ ապահովագրված չի, որ ինչ որ վատ բան կլինի, ու այստեղ մենք փորձում ենք շատ ակտիվացնել մարդու ունակություն, ռացիոնալ մտածելակերպը, որբիսի բացի դեղորայքից նաև ավելի գրագետ ճիշտ վարքագիծ ձևավորենք այս ընթացքում դեղորայքի։ Իհարկե առիթն օգտագործելով եւս մեկ անգամ պետք է խորհուրդ տանք մեր բոլոր հեռուստադիտողներին, որպեսզի հետևեն այն չգրված օրենքին, որ յուրաքանչյուր դեղ ընդունելուց առաջ պետք է հիշել ինչքան էլ դա անվնաս է, միևնույն է դեղորայք է եւ պետք է խորհրդակցել մասնագետի հետ։ Թեման իսկապես շատ ծավալուն է, բայց քանի որ եթերային մեր ուղիղ եթերում հատկապես ժամանակը շատ սահմանափակ է, մենք կխնդրենք ձեզ, որ կրկին հանդիպենք, որպեսզի նաեւ խոսենք այն ազդեցությունների մասին, որոնք առաջանում են հակադեպրեսանտները օգտագործելուց, երբեմն ոչ ճիշտ օգտագործելուց հետո, ինչպես պետք է այդ ամենի դեմ պայքարել եւ ինչպես առհասարակ դառնանք ավելի ստրեսակայուն, որպեսզի բանը չհասնի հակադեպրեսանտներին։ Իրականում շնորհակալ ենք անչափ ձեր ժամանակի համար, որ հատկացրեցիք մեզ եւ մեր հեռուստադիտողներին ու նրանց ներկայացրեցիք շատ կարեւոր խորհուրդներ։ Իսկապես ձեզ օրվա դրական շարունակություն։ Մենք հիմա կվայելենք երաժշտական ռիթմեր, վերադառնանք եւ շարունակենք, մնացեք մեզ հետ։